Ողջույն, ես Մերի Հովհաննիսյանն եմ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաջին կուրսի մագիստրոս: Այժմ կներկայացնեմ աուդիտորական ընտրանքը և դրա ազդեցությունը կատարվող վերլուծության վրա: Նախ ներկայացնեմ, թե ինչ է իրենից ենթադրում աուդիտորական ընտրանքը: Աուդիտորական ընտրանքը հաշիվների մնացորդների 100%-ից ցածր մակարդակի ընտրությունն է, որի հիման վրա կատարվում են աուդիտորական թեստեր և գնահատումներ: Այլ կերպ ասած, աուդիտորական ընտրանքը տվյալների այնպիսի համախումբ է, որը ընտրվում է ամբողջ բազմությունից՝ նպատակ ունենալով եզրակացություն անել ողջ գործունեության մասին: Աուդիտորական գործընթացի սահմանափակության պատճառով աուդիտորը հնարավորություն չունի ստուգել պատվիրատու կազմակերպության բոլոր փաստաթղթերը և տնտեսական գործառնությունները: Համատարած ստուգումներ իրականացվում են միայն առավել կարևոր ոլորտներում: Հիմնական ստուգումները կատարվում են ընտրանքային եղանակով, որը թույլ է տալիս արագացնել աուդիտորական ծառայությունների մատուցումը: Աուդիտորական թիվ 530 ստանդարտը աուդիտորական ընտրանքի մասին է, որով սահմանվում է, որ աուդիտորական ընթացակարգերի նախագծման ժամանակ աուդիտորը պետք է սահմանի ստուգման համար հոդվածների ընտրության համապատասխան մոդելներ, ինչպիսիք են բոլոր հոդվածների ընտրումը, հատուկ հոդվածների ընտրումը և աուդիտորական ընտրանքը: Աուդիտորը կարող է անհրաժեշտ համարել հոդվածների ամբողջ բազմության ստուգումը մի շարք դեպքերում, ինչպիսիք են. երբ աուդիտորը նախօրոք ահազանգ է ստացել ստուգման տվյալ ոլորտում տեղ գտած խարդախությունների վերաբերյալ, ընտրանքի բազմության տվյալները այնքան քիչ են, որ նպատակահարմար է դրանք ստուգել ամբողջությամբ և ոչ թե ժամանակ վատնել ընտրանքի բարդ գործընթացի կազմակերպման վրա: Տեղի ունեցած բոլոր գործարքները էական են ընտրվող բազմության մեջ և ճիշտ չի լինի դրանց մի մասի դուրս թողումը աուդիտորական ուսումնասիրման ոլորտից: Եվ ընտրանքի բազմությունը միատարր չէ, որը թույլ չի տալիս կիրառել վիճակագրական ընտրանքի կանոններ: Աուդիտորը կարող է ամբողջ բազմությունից ընտրել հատուկ հոդվածներ՝ հիմնվելով մի շարք հատկանիշների վրա, ինչպիսիք են բարձր արժեք ունեցող հոդվածներ, կարևոր հոդվածներ, որոնք կասկածելի են կամ նախկինում սխալներ են պարունակել, որոշակի գումարից բարձր բոլոր հոդվածները, որոնց արժեքները անցնում են էականությունը բնութագրող արժեքային սահմանաչափը և հոդվածներ, որոնց միջոցով կարելի է ձեռք բերել էական տեղեկատվություն: Աուդիտորը կարող է կիրառել աուդիտորական ընտրանքի մեթոդը հաշիվների մնացորդների և գործառնությունների նկատմամբ: Աուդիտորական ընտրանքի ծավալը պայմանավորված է պատվիրատուի հաշվապահական հաշվառման և ներքին վերահսկողության համակարգերի առանձնահատկություններով: Որքան բարձր է վերջինիս մակարդակը, այնքան փոքր է աուդիտորական ընտրանքի ծավալը: Աուդիտորը այն որոշում է համապատասխան մեթոդներով հիմնվելով իր կուտակած փորձի և մասնագիտական հմտությունների վրա: Ընտրանքը կատարվում է սխալի բարձր հավանականություն ունեցող գոտիներում: Աուդիտորական ընտրանքը կատարվում է հետևյալ մեթոդներով՝ վիճակագրական, ոչ վիճակագրական և ստուգում առանց ընտրանքային մեթոդի կիրառման: Վիճակագրական ընտրանքի կիրառման դեպքում օգտագործվում են հավանականության տեսչության մեթոդները՝ հիմնված պատահական ընտրանքի վրա: Խեղաթյուրումների որոշակի նմուշներ ընտրելու համար աուդիտորը ամբողջ տեղեկատվությունից միայն վերլուծում է այն մասը, որը թույլ է տալիս գնահատել այդ ընտրանքի մեջ առկա ապացույցների բնութագրերը: Ընտրանքի որակը նվազեցնելու համար աուդիտորը պետք է համոզված լինի, որ չբացահայտված խեղաթյուրումները գտնվում են թույլատրելի մակարդակում: Վիճակագրական ընտրանքը նպաստում է ստուգումների ռիսկի նվազեցմանը: Ոչ վիճակագրական ընտրանքի դեպքում կատարվում է ոչ պատահական ընտրանք, որը, չհիմնվելով հավանականության տեսչության վրա և զուտ սուբյեկտիվ բնույթ չկրելով, կատարվում է աուդիտորի սեփական դատողություններով: Առանց ընտրանքային մեթոդի ստուգումը օգտագործվում է այն դեպքերում, երբ ընտրանքային մեթոդը բացակայում է կիրառվող ընթացակարգերում: Այդ ընթացակարգերից են վերլուծական ընթացակարգեր, հարցումներ և դիտարկումներ, առանձին հաշվապահական հաշիվների և տնտեսական գործառնությունների ամբողջական ստուգումներ: Աուդիտորական ընտրանքի նախագծման ժամանակ հաշվի է առնվում երկու ցուցանիշ՝ վստահության աստիճան, որի մեծությունը ընտրում է աուդիտորական ընկերությունը, և ճշգրտման սահմաններ, որը ընտրանքում արձանագրում է սխալի այնպիսի քանակ, որի առկայությունը էական խեղաթյուրումներ չի առաջացնի և չի կարող ազդել որոշումների կայացման վրա: Աուդիտորական ընտրանքն ունի ներկայացուցչական բնույթ, որի ապահովման համար աուդիտորը օգտագործում է հետևյալ մեթոդները՝ պատահական ընտրություն,
որը կատարվում է պատահական թվերի աղյուսակների միջոցով, համակարգված ընտրություն, որն իրականացվում է պատահական ընտրված որևէ մեծությունից որոշակի կրկնվող միջակայքերով, և զուգակցված ընտրություն, որը կիրառվում է նախորդ երկու մեթոդների տարբեր զուգակցումներով։ Աուդիտորը այդ մեթոդների օգտագործման ընթացքում պարտավոր է ստանալ աուդիտորական վստահելի ապացույցներ և դրանց միջոցով կատարել հիմնավոր եզրակացություններ պատվիրատուի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերաբերյալ։ Այսպիսով, ինչ ազդեցություն կարող է ունենալ աուդիտորական ընտրանքը կատարվող վերլուծությունների վրա։ Նախ, այն մեծ ազդեցություն է ունենում ֆինանսական հաշվետվություններում ներկայացված աուդիտորական եզրակացության վրա։ Այսինքն, ոչ պատշաճ ընտրանք կիրառելու դեպքում աուդիտորը կկազմի սխալ եզրակացություն և խեղաթյուրված ֆինանսական հաշվետվություններ։ Հաջորդը սխալի չհայտնաբերման ռիսկն է, այսինքն սխալ կատարված ընտրանքը բարձրացնում է սխալի չհայտնաբերման ռիսկը և կազմակերպությունում հնարավոր է լինեն մեծ խեղաթյուրումներ, որոնք ընտրանքում չեն ներառվել, և արդյունքում ձևավորվել է սխալ եզրակացություն։ Ապացույցների բավարարության և հուսալիության մակարդակ։ Եթե ընտրանքը չի ապահովում բավարար աուդիտորական ապացույցներ, ապա աուդիտորը կարող է որոշել, որ իր տրամադրության տակ առկա ապացույցները բավարար չեն կարծիք ձևավորելու համար։ Այս պարագայում կարող է առաջանալ պայմանական կարծիք կամ կարծիքից հրաժարում և կասկածի խորացում կամ վստահության աճ։ Արագ և պատահական նմուշներում հայտնաբերված սխալները կարող են ստիպել աուդիտորին խորացնել և ընդլայնել աուդիտորական ընտրանքը ավելի շատ վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարելու համար։ Շնորհակալություն ուշադրության համար։